Երեք հարց կարճ, առաջինը արդյոք 21-25 թվականի ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումները Ադրբեջանի կողմից չեք համարում ձեր կառավարության ձախողումը։ Երկրորդը, արդյոք չեք համարում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մխրճված ադրբեջանական զորքերը մեծագույն անվտանգային սպառնալիքներ են ստեղծել Հայաստանի Հանրապետության համար եւ արդյոք դրանք չեք համարում դրանց ներկայությունը ձեր կառավարության ձախողումը եւ երրորդը վերաբերում է Արցախին արդյոք մի իշխանություն, որը 7 տարվա ընթացքում 3 անգամ ծայրահեղ տարբեր դիրքորոշումներ ունեցել Արցախի հարցում 2018-ին համարել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա 2019-ին Արցախը համարել է Հայաստան եւ երրորդը արդեն 22-ին Պրագայում Արցախը համարել է ադրբեջանական Արդյոք այս 7 տարվա ընթացքում ձեր դիրքորոշումների այս ծայրահեղ տարբերությունը, որը բերել է ծանր հետևանքների, չեք համարում ձեր կառավարության ձախողումը։ Շնորհակալ եմ պարոն Աբրահամյան հարցերի համար Արցախի վերաբերյալ դիրքորոշումների տարբերություն մենք ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական շահերից ենք շահերով ենք առաջնորդվում եւ նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության պետական շահերի համար ենք աշխատում 2022 թվականի հոկտեմբերի 7-ը, նշեցիք Պրահայում Ադրբեջանի մաս ճանաչելը Հայաստանի Հանրապետությունը եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերի 7-ի հայտարարությունը եղել է ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելու մասին, այլ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Եթե հիշում եք, այդ ժամանակ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ այո, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա եղել էր հարձակում եւ այո, օկուպացվել էին եւ շարունակում են այո օկուպացված մնալ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից հատվածներ։ Եվ այո, այդ ժամանակ էր, որ այն դաշնակիցը, որի մասին դուք խոսում եք, որ իբր մենք փչացրել ենք հարաբերությունները, հրաժարվում էր ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եվ դա էր կարևոր հոկտեմբերի 7-ին 2022 թվականին տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետության ճանաչելու առումով եւ եթե հիշում եք, այնտեղ միայն Հայաստանի Հանրապետությունը չէ, որ այդ հայտարարությանը մասնակցել է։ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումներ։ Ի տարբերություն ձեզ մենք մեր ասածին ժամանակին հավատացել ենք, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության ներսում գեներացել ենք խոսույթ հող հանձնողին հանձնենք հողին, դրսում գնացել, բանակցել հողեր հանձնելու շուրջ։ Մենք մեր սխալը ընդունել ենք, շատ սխալ ենք արել եւ մեր ժողովրդին այդ մասին ասել ենք սխալվել ենք ժողովուրդ ջան, կներեք։ 21 թվականի նորից եմ հիշեցնում եղել են ընտրություններ։ Արցախի կորուստը արձանագրվել է դրանից հետո։ Մենք նորից կարող ենք երկար բանավիճել, ոնց եղավ, ոնց հասանք այդ կետին, ում մեղավորությունը որքան էր, շատ երկար կարող ենք խոսել։ Բայց այս պահին այդ բանավեճը շատ անպտուղ է։ Հիմա այս պահին գործ ունենք արդեն հետևանքների հետ եւ այդ հետևանքները փորձում ենք լուծել։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ջուլակյան, այլ հարցեր արձագանք կներեք, օրենք։ Մինչև 2018 թվականը երրորդ նախագահի ժամանակահատվածում այն դիրքորոշումները, որը ներկայացվել է բանակցային գործընթացի հետ կապված, դրանք նույնը արտահայտվել է եւ ԵԳ ներսում եւ դրսում։ Այն փաստաթղթերը, որոնք կարելիության չափով, որոնք հրապարակվել է սկսած Կազանի 2011 թվականի այդ փաստաթղթից, այն ինչը արտահայտված է դիրքորոշման մեջ, արտահայտվել է դրանով, հանրայնացվել է դրա հիմնական 3 սկզբունքները, 6 էլեմենտները եւ այլն։ Այսինքն դուք կարող եք քաղաքական դաշտի որևէ այլ ուժի հետ գործիչների, ինչ-որ դեմքերի հետ այս բառախաղի մեջ մտնել, բայց հանրապետական դիրքորոշումը այդ մասով եղել է շատ հստակ եւ ձեր ասված մոտեցումները իրականություն չեն արտացոլում։ Սա մեկ։ Երկրորդը, ես տվել էի շատ հստակ հարցեր, 3
ուղղություններով եւ ուզում եի հասկանալ ձեր կոնկրետ գնահատականը։ Այդ իրավիճակները, որոնք ես նկարագրեցի, ադրբեջանական զորքերի մխրճումը Հայաստան ինքնիշխան տարածքում, ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումները, որոնք լրջագույն վտանգավորություն են ներկայացնում, արդյոք այդ իրավիճակները դուք չեք համարում ձեր կառավարության ձախողումը։ Եվ երրորդը, ինչը վերաբերում էր Արցախի հարցով բանակցային գործընթացին, դուք ներկայացնում եք այն իրավիճակները, որի հետևանքով անուղղակի ձեր խոսքում դա էր արտացոլված, ստիպված եք եղել վերանայել ձեր սկզբունքները։ Ես այլ հարցերի տամ։ Ես ասում եմ, եթե ձեր իշխանությունը, նույն իշխանությունը 7 տարվա ընթացքում 3 անգամ ծայրահեղ տարբեր դիրքորոշումներ է ունենում եւ նույնիսկ ձեր բառերով ասած ստիպված է լինում վերանայել, արդյոք չի նշանակում, որ դրանով դուք ձախողել եք ձեր քաղաքականությունը։ Դա նշանակում է, որ կա քաղաքական ուժ, որը կարողանում է հայի հետին խելքը տալ առաջ։ Դա է նշանակում, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի։ Հիմա, քանի որ խոսվեց այն մասին, որ հանրապետականի դիրքորոշումը եղել է հստակ, այս առումով կխնդրեմ ձեզ, պարոն Մամեջյանին, նաև հետո խոսելու ընթացքում, հայտարարության տեքստում նշված է, որ արկածախնդրության հետևանքով է պատերազմը սանձազերծվել։ Ձեզ պետք է խնդրեմ ասել, եթե 20 թվականի պատերազմը սանձազերծվել է արկածախնդրության հետևանքով, ապա 14 թվականի էսկալացիան ինչի հետևանք էր, 2016 թվականի ապրիլյան պատերազմի ինչի հետևանք էր, արդյոք արկածախնդրության եք դուք գնացել, ոնց, այդտենց չի լինում, պարոն Մամեջանյան, տենց չի լինում, պարոն Մամեջանյան, եթե կա ուժ, որը պատրաստ է հարձակվել, ու հարձակվում է, պետք է բացատրեք, ինչու է մի դեպքում հարձակվում եւ մյուս դեպքում հարձակվում նորից, բայց մի դեպքում դուք ասում եք, որ դա պարզապես բաներ, չար Ադրբեջաններ հարձակվեց, իսկ մյուս դեպքում այն է, որ դա մեր արկածախնդրության հետևանքներ։ Նաև կխնդրեմ նշել, երբ ասում եք, որ հարուստ բանակցային գործընթաց եք, բանակցային բան եք մեզ թողել ժառանգություն, ինչ որում ամենակիչ հարցերը բանակցային գործընթացի հետ կապված Հայաստանի Հանրապետության նախագահներից Սերժ Սարգսյանին ունեմ, ճիշտն ասած, կարելի ասել հարցեր չունեմ, այսինքն ընկալելի է, բայց քանի որ հիմա խոսում ենք այս թեմայի մասին, կարող եք ասել 2014 թվականի էսկալացիայից հետո Սերժ Սարգսյանը իսկապես իր մոտ կանչել է Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի պատգամավորներին եւ ասել է, որ վատ է վիճակը, այլևս հանրաքվեի թեմա չկա, արդյոք 2016 թվականին ճիշտ է, որ Սերժ Սարգսյանը գնացել է Լեռնային Ղարաբաղ, հանդիպել ազգային ժողովի պատգամավորների հետ եւ նրանց զգուշացրել, որ այսպես շարունակելու դեպքում կարս երգելու փոխարեն սկսելու ենք արդեն երգել Ստեփանակերտ եւ ինչ էր նշանակում վերջին հարցս, ինչ էր նշանակում երրորդ նախագահի Սերժ Սարգսյանի խոսքը վարչապետ ընտրվելու ազգային ժողովում ժամանակ, որ այլևս չենք կարող հուսալ, որ Ադրբեջանը համաձայնվելու է առանց պատերազմի Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծման գնալ։ Շնորհակալություն։ Չէ, ելույթների հնարավորություն կունենաք պատասխանեք ելույթ։ Այլ հարցեր։ Մի հարց էլ ունեմ, էլի ներողություն։ 2016 թվականին Սերժ Սարգսյանը իր մի հարցազրույցի ժամանակ խոսում է հետևյալի մասին, որ տարածքային ամբողջականությունը երկու երկրների հարաբերությունների մասին է, իսկ ինքնորոշումը մայրաքաղաքի եւ կոմպակտ ապրող ժողովուրդ։ Ես թարգմանում եմ գիտու, ես ռուսերեն եմ նայել այդ հարցազրույցը, շատ լավ, մետրոպոլիա թող լինի, որ մայրաքաղաքի մասին էր, արդյոք Բաքվի մասին էր խոսքը, եւ այդ դեպքում ինչ է նշանակում դա, եթե ոչ ընդունում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Շնորհակալություն։